Պարոն Մելիքյան, Շիրակի թեմը երեկ բավական ամուր կամ դրսևորեց եւ դիմադրվեց պատարակը եւ ստեղծված իրավիճակը։ Ձեր կարծիքով ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հոգեվորականների նկատմամբ կիրառվող ճնշումները կանխելու համար։ Ինձ թվում է երեկ նաեւ Գյումրիի ժողովուրդը ցույց տվեց, որ ամբողջությամբ կիսում է իր տեր հայրերի, հայր սուրբերի մոտեցումը, բնականաբար Միքայել arczepiskopos Հաչապարյանի գլխավորությամբ, ներկայումս ապօրինաբար բանտարկված, այս պահի դրությամբ ես չեմ տեսնում այլ բան, քան կարող են մարդիկ որ կարող են անել, քան իրենց հաստատակամությունը այս կամ այն կերպ ցույց տալը։ Ու տեսանք, օրինակ նույն այդ չպատարակի ժամանակ կարելի է ասել բռնագրաված 7 վերք եկեղեցում, ինչպես Շիրակի թեմի երիտասարդաց միության որոշ ներկայացուցիչներ, այլ քաղաքացիներ իրենց գործողություններով ըստ էության ցույց տվեցին, որ նրանք հաշտ չեն այն զեղչերի եւ խմբագրումների հետ, որ Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլի վկաների խմբակը փորձում են անել մեր ավանդական պատարակի ծիսակարգում։ Մարիա Թովը հայտարարություն տարածեց երեկ, որ եպիսկոպոսած ժողովը հետաձգվում է, սակայն այն դեպքում, երբ որ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարում է, որ հաջորդ պատարակը պետք է մատուցվի Մայրաթոռում։ Ձեր կարծիքով ինչ քայլեր պետք է ձեռնարկվի։ Սա է հարցը, մենք մեր հաստատակամությունը պետք է պահպանենք, անհրաժեշտության դեպքում գնալ եւ մեր մարմիններով պաշտպանել Մայրաթոռը ցանկացած ոտնձգությունից, այն շրջանակներում, որ մեզ կոչ կարվի մեր հոգևոր հայրերի կողմից։ Ալեն Սիմոնյանը այդ հայտարարությունը արեց, այսպես կարելի է դա համարել Օվերտոնի պատոհանը բացելուն ուղղված մի քայլ, բայց պատահական չէ, որ դա արեց Ալեն Սիմոնյանը այդ հայտարարությունը եւ դա ներկայացրեց որպես անձնական կարծիք, հասկանալու համար հանրային տրամադրությունները։ Պետք է ցույց տալ, որ հանրային տրամադրությունները ինչպես կային այս հակաեկեղեցական արդեն ոչ թե շարժման, այլ նույնիսկ կարելի է ասել եկեղեցու նկատմամբ հալածանքների նկատմամբ խիստ բացասական գերակայող տրամադրությունները հանրության մեջ, պետք է մարդիկ հասկանան, որ դրանք շարունակում են մնալ խիստ բացասական եւ ընդհակառակը ավելի սուր են դրսևորվում եւ կարեւոր է, որ մեր հայոց առաքելական Սուրբ եկեղեցու մյուս աթոռների գահակալները չմոռանանք, որ սա Հայաստանի խնդիր չի, սա համաշխարհային հայկականության խնդիր է։ 4 նվիրապետական աթոռ կա եւ երկուսը Պոլսո եւ Երուսաղեմի պատրիարքները արդեն իսկ իրենց դիրքորոշումները հայտնել են եւ Փառք Աստծո երեք նաեւ հստակ դիրքորոշում հայտնեց Արամ վեհապարը, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը։ Ես կարծում եմ, սա շատ կարեւոր հանգամանք է եւ հույս ունեմ, որ մեր մյուս նվիրապետները ավելի ակտիվ դերակատարում կունենան այս հալածանքները խափանելու հարցում։ Եկեղեցին դիմադրեց քահանայաշ ճնշումներին, ձերբակալություններին, սրբազանների, ինչպես տեսանք ժամանակին վեհապարը կարծես թե ինքը ճանապարհեց Միքայել Սրբազանին քննչական կոմիտե, քաղաքացիները մեղադրում են, ասում են, ինչու է եկեղեցին կաթողիկոսը մինչև այս պահը լուռ, ինչու ուրիշ քայլեր չեն ձեռնարկվում, որ մենք էլ իմանանք ինչ անենք։ Ես իմ վարքագիծը ասեմ, ես պարտավոր եմ հարգանքով մոտենալ ամենայն հայոց կաթողիկոսի որոշումներին։ Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումները կայացվում են, կարծում եմ, տեղեկատվական ավելի լայն այսպես բազայի հիման վրա, քան մենք ենք տիրապետում, եւ ամեն դեպքում փաստն այն է, որ հունիսի սկզբից սկսված այս հալածանքները, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր էր բլիցկրիգի ռեժիմով 1-2 շաբաթվա մեջ ավարտել, արդեն 6 ամիս է նրանք չունեն լուրջ հաջողություններ, բացի իրենց գործակալական ցանցը բացահայտելուց, իդեմս 10 սրբազանների բնորոշումն է տիրադավ եպիսկոպոսներից եւ իհարկե 4 եպիսկոպոս ձերբակալելուց, իսկ պետությունը միշտ էլ կարող է 4-ել, 40-ել, 400-ել ձերբակալել։ Դրանից բացի այլ հաջողություն չուներ, իսկ այդ հաջողությունը այսպես տարբեր ուժային կենտրոններից արևմուտքից, Ադրբեջանի, այսպես դրդմամբ Թուրքիայի
աջակցությամբ ստացած կարտ բլանշի պայմաններում դա ամենևին զարմանալի չէր, որ նրանք այդպիսի հալածանքներ են իրականացնում։ Եվ այս տեսանկյունից ես ինքս իմ մոտեցումն եմ ասում եւ կարող են քաղաքացիները նույն մոտեցում ունենալ, հարգանքով վերաբերել ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը։ Կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը ունի իդեաֆիքս, դա պայմանավորված է, որ նա չունի բավարար աջակցություն այս արշավի ընթացքում։ Ակնհայտ է, որ նա չունի բավարար աջակցություն, ակնհայտ է, որ ցանկացած անհաջող այսպես արշավանքից հետո նա ավելի է մոտիվացվում եւ սկսում է օրինակ այսօր աշխատանքային օրով էլի ինչ որ գրառումներ էր անում։ Այսինքն իր համար դա դարձել է իսկապես իդեաֆիքս։ Երեկ նա նշեց, հայտարարեց, որ պետք է Հայաստանի Հանրապետության օրհներգը եկեղեցիներում 10-55 հնչի նոր պատարակներ է իրականացվել, դրան հաջորդեց դա կարող է իրականացվել, երբ որ մենք սահմանադրությամբ հստակ ունենք կանոն, որ չպետք է եկեղեցին կամ պետությունը խառնվի եկեղեցու գործերին, ինչպես նաև եկեղեցու ներքին կանոնադրությամբ այդպես ձևակերպում կա։ Պատարակի ծիսակարգը մշակվել է հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում։ Թե ընդհանրական եկեղեցու հայրերի կողմից, Բարսեղ մեծի կողմից օրինակ, որ ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերից է, թե մեր եկեղեցու հայրերն են որոշակի զարգացման բերել մեր ծիսակարգը, օրինակ, դե չեմ սխալվում, Ներսես Լամբրոնացին դեռ 12-րդ դարում, 13-րդ դարում 12-րդ դարում Լամբրոնացին։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն մասշտաբը ունի, որ կարող է ինչ-որ բան։ Հիմա կարող է ինչ-որ իր աղանդի ներկայացուցիչ քահանաներին ինչ-որ հրահանգ տալ, բայց դա չի կարող դառնալ կանոն։ Ուղղակի չի կարող դառնալ եւ ես զարմանում եմ, որ այդպիսի հավակնություններ կան առհասարակ։ Էլ չեմ ասում դրա հիմքում դրված փաստարկները իրականությունից խիստ հեռու են։ Նախ նա վիրավորեց մեր բոլորիս, մենք հավատում ենք, որ մեր եկեղեցու հիմնադիրները եղել են Քրիստոսի աշակերտները, Սուրբ Բարդուղիմեոս եւ Սուրբ Թադևոս առաքյալները, առաջինից դարում իհարկե, եւ Գրիգոր Լուսավորիչը որպես մեր երկրորդ լուսավորիչ մեծագույն դեր է կատարել այն համատարած դարձնելու համար եւ այո եկեղեցին ճանաչվել է պետության կողմից առաջին չենք մենք ասում առաջինն ենք մենք առաջինն ենք ինչու որ պետությունը ճանաչել եւ ընդունել է որպես պետական կրոն բայց չի հիմնադրել ինչպես կարող է պետությունը հիմնադրել դա բան ուղղակի աբսուրդ է մտածելը առհասարակ որևէ պետություն որևէ կրոն չի հիմնադրել պետությունը կարող է ճանաչել կրոնը բայց ոչ հիմնադրել աբսուրդ է կարճ ասած աբսուրդ է աբսուրդ լինելու հետ մեկտեղ մենք տեսնում ենք որ նույն ձեռագիրը նաեւ Ուկրաինայում էր համացանցում հայտնվեց մեր հայկական սեգմենտում հայտնվեցին մի քանի տարի առաջվա ուկրաինական նորություններ, որ ինչ որ եկեղեցում եղել են խժդժություններ այն արդիվ, որ որոշ մարդիկ փորձել են եկեղեցում այսպես պետական օրհներգ կով սկսել, հավատացյալները դեմ են գտնվել, եղել է որոշակի այսպես հրմշտոց եւ այլն, այսինքն տպավորությունն այն է, որ ինչ որ երրորդ կենտրոնից են գրվում այսպես ասենք հանձնարարությունները կամ այսինքն այս ամեն ինչը հայաստանյան հիմքեր չունի, այլ արտասահմանյան հիմքեր ունի, որտեղ նույն բանը տեսնում ենք նաև Ուկրաինայում։ Այսօր նա նշեց, հայտարարեց, որ ուզում է տեղապահ ընտրի, արդյոք նա բավարար քվորում ունի եւ աջակցություն ունի, որ ինքը կարող է ընտրել տեղապահ։ Չեմ էլ ուզում դա քննարկել, որովհետեւ դա համարում եմ երեկվա նրա Գյումրվա ֆիասկոյի այսպես արդյունքը եւ փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է։ Թող փորձեն, չգիտեմ, չեմ կարող որևէ բան ասեմ։ Ամեն դեպքում իրենք նորից ասեմ, ժողովրդական աջակցություն ակնհայտ է որ չունի։ Ունեն 10 եպիսկոպոս, 50-ից ավել, ընդ որում դա միայն մայրաթորն է, մյուս 3 աթոռներից նրանք չունեն որևէ աջակցություն։ 10 եպիսկոպոս ունեն, որոնց հարցը չգիտեմ ինչպես պետք է լուծվի, բայց ամեն դեպքում երեկվա նրանց այդ եպիսկոպոսներից առնվազն 4-ի արածը դա ուղղակի կարգալուծության հիմք է գնալ եւ մեկ այլ թեմում մասնակցել պատարակի։ Այդ թեմակալ առաջնորդի ուղիղ արգելքի պայմաններում։ Եվ դրանցից մեկը բերել էր իր քահանային։ Խոսքը Սիոն եպիսկոպոսին է վերաբերում, Արմավիրի թեմի քահանա էր, քահանան։ Դա ուղղակի այսպես
Բարեր չկան ուղղակի թե դա ինչպես բնութագրել։ Այսպեսի բան երևի մեր հողի վրա եղել է հարյուրամյակներ առաջ։ Օրինակ Մխիթար Գոշը իր դատաստանագրքում այս իրավիճակների մասին գրում էր։ Եվ ամենածանր պատիժներն էր սահմանում։ Այդ ժամանակ եղել է, բայց հետո հարյուրամյակներ կարծում եմ չի եղել։ Ինչ է կարծում, իրեն այս պատարակները շարունակելով Գյումրի օրինակը մյուս համայնքներում, մյուս մարզերում կլինի թե ոչ։ Չգիտեմ ինչ են անելու։ Հիմա Ալեն Սիմոնյանը Մայրաթորի մասին է խոսում։ Ես չգիտեմ իրենք ինչ կանեն։ Որ ժամանակ ոնց հասկանում եմ ինչ որ ժամկետներ իրենք ունեն իրենց վրա դրված։ Հավանաբար Բաքվից, Փաշազադեից չեմ կարող ասել։